Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալեքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, այսօր նոյեմբերի 11-ն է։ Ինձ մարդիկ գրում են, ինչ պետք է անել աշնանը հապալասի թփերի հետ։ Հիմա մանրամասն այսօրվա տեսանյութը կնվերեմ այդ թեմային։ Այ ունեմ հապալասի թփեր, ժողովուրդ ջան, տեսեք։ Տարբեր սորտի։ Երբ որ տերևները սկսում են կարմրել, դա բնական երևույթ է հապալասների համար, ոչ մի հիվանդություն, ոչ մի բան չկա։ Եղանակները ցրտում են, սկսում են պատրաստվում է ձմեռման։ Եվ այ հենց այս ընթացքում աշնանը այս ժամանակ ձևավորվում են ծաղկափնջերը, այսինքն բերքատու ծաղիկները եկող տարվա համար։ Կան տարբեր սորտեր, որ տերևաթափը սկսում է 1-2 շաբաթ շուտ, կան որ այ օրինակ սրանք դեռ նորեն սկսել տերևաթափվել։ Հիմա գնանք ցույց տամ այն թփերը, որոնք որ արդեն տերևազուրկ են։ Ձևավորվել են ծաղկափնջերը, բողբոջները, ծաղկափնջերի բողբոջները։ Հիմա մոտիկից ես ցույց կտամ։ Օրինակ վերցնենք այս թփը։ Տեսեք տերևաթափ է եղել։ Խնդրեմ սրանք մոտիկացնեմ, որ լավ երևա։ Այս ուրացները որ կան, փքվածները, սրանք հենց ծաղկափնջերն են։ Այս մեկի վրա ավելի լավ է երևում։ Այս մատերով ցույց եմ տալիս։ Սրանք բոլորը եկող տարվա ծաղկային փնջերներ, որոնք որ գոյանում են, դրանց վրա գոյանում են պտուղները։ Տեսեք այս սորտերը որ կա, սա դուք ես սորտն է, համարյա բոլորը տերևաթափ են եղել։ Երբ որ աշունը սկսում է թփերը արդեն լրիվ տերևաթափ վիճակում են, աշնանը, ինչ եմ անում, ես հավաքում եմ թփերի տակից տերևները, որովհետև եթե դուք տերևները թողնում եք, հնարավոր է այդ տերևների վրա, տերևների տակ առաջանան տարբեր տեսակի բակտերիալ սնկային հիվանդություններ։ Իսկ այս մյուսները դեռ սպասում եմ, որ լրիվ տերևաթափվեն, նոր մաքրեմ։ Տեսեք, սրա վրա արդեն գոյացել են բողբոջները, ծաղկի բողբոջները։ Պետք է ամբողջովին նորից մաքրեմ։ Տվել եմ ծծումբ, տեսեք, երևում են դեղին հատիկները։ Հատիկավոր ծծումբ է, ծծումբը ապահովում է տորֆի թթվածնությունը երկարաժամկետ եւ դանդաղ։ Ջրի մեջ ծծումբը հատիկները չեն լուծվում։ Կարող եք տանել փոշի ծծումբ կամ հատիկավոր ծծումբ։ Հաջորդ քայլը։ Տերևները հավաքելուց հետո ժողովուրդ ջան, ես արել եմ մուլչա։ Այս մի սուպարտն արած է, ինչ եմ լցրել։ Սղոցարաններից վերցնում եմ միայն խվոյնի ծառերի, փշատերև ծառերի կտրած թեփը։ Իսկ ինչ այստեղ բարգի մեջ ունեմ, տեսեք։ Իսկ ինչպես իմանաք, որ սա իրոք փշատերև ծառերի է, խվոյի հոտը շատ քաղցր թեփից գալիս է, կարող եք հոտ քաշել եւ իմանալ, որ իրոք դա հենց դա է։ Եթե չունեք սղոցարան մոտակայքում կամ չունեք թեփ, կարող եք մուլչա որպես օգտագործել եղևնիների թափված փշերը կամ տույաների փշերը։ Նույնպես կարելի է օգտագործել մուլչա, ինչի համար։ Դա անում ենք, որպեսզի արմատները տաք մնան, չնայած իրանք շատ ցդադիմացկուն բույս են, նույնիսկ եմ կրկնում, որովհետեւ հապալասների դիմանում են, հապալասների թփերը դիմանում են մինչև -35-ից 38 աստիճան եւ շատ ցդադիմացկուն բույս են։ Երբեք հապալասի թփերը չծածկեք ծմրանը, ժողովուրդ ջան, ինչի համար։ Որովհետեւ երբ որ ծածկում եք, իր համար լինում է կլիման ավելի տաք, նա շուտ է զարթնում, սկսում է ծաղկել եւ դուք կկորցնեք բերքը ձեր։ Ինչու եք կորցնում, որովհետեւ երբ վաղ գարնանը ինքը զարթում է քնից թուփը, այդ ժամանակ չկա մեղուներ, որովհետև հիմնականում հապալասները փոշոտվում են միջատների միջոցով, մեղուների միջոցով։ Ինքնափոշոտում չի կատարվում հապալասների համար։ Դրա համար ինչքան ուշ զարթնի թուփը, ինչքան ուշ ծաղկի, այնքան առատ բերք կունենաք, որովհետև արդեն եղանակը տաք է լինելու եւ մեղուները դուրս են գալու աշխատելու։ Իսկ ինչ անեք, որպեսզի ուշ զարթնեն թփերը, գարնանը։ Դրա համար օգտագործում եմ ես ոչ մեկին չեմ պարտադրում ինչ անել։ Ես օգտագործում եմ երկաթի աջասպ, չեխերեն գրված է ժելեզնի կուպարոս, սիժան ժելեզա, ֆերիում SO4,
H2O Ռուսերեն ասում են железный կուպարուս, սարքում եմ գարնանը 0.8-ից 0.8 մինչև 1% լուծույթ, վաղ գարնանը հենց մարտի սկիզբներին, մարտի 1-ին 2-ին, եթե եղանակ անձրևային չի եւ մոտակա 2-3 օր անձրև չի գալու, ես կատարում եմ սրսկումը։ Սա օգնում է, պայքարում է սնգային հիվանդությունների դեմ առաջինեցին, լրացնում է երկաթի քանակը բույսի համար եւ ամենակարևորը տվյալ թուփը կամ ծառը 2 շաբաթ հետ անգնում իր ծաղկելու վեգետացիայի շրջանը, այսինքն ուշ է զարթնում քնից։ Սա օգնում է եւ որպեսզի գարնանային ցրտահարություններից ուշ զարթնի ինքը։ Մի բան է շատ կարևոր է ասեմ, որ իմանաք, երբ որ տեղի ունենում գարնանային ցրտահարություններ, -1-2 աստիճանը հապարասի թփերին չեն ազդում։ Դուք բերք չեք կորցնում, բայց եթե եղանակի տեսությունը ասում է, որ ավելի բարձր ցրտահարություն լինելու է 3-4 -6 մինչև, դրա համար հարկավոր է ծածկել, որպեսզի մենք չկորցնենք մեր բերքը։ Ինչով է մեծ ծածկում։ Գոյություն ունի այս ծերի նետկանի տեքստիլ են ասում, բարակ տեքստիլ է, սինթետիկ, փափուկ, թեթև, սրանով ծածկում եմ թփերը եւ սա պաշտպանում է ցրտահարությունից։ Եթե արդեն թուփը ծաղկել է, պետք է զգուշ վարվեք, որ չվնասեք ծաղիկների փնջերին չգոտրեք ծածկելու ժամանակ կամ հավաքելու ժամանակ։ Դրա համար ես արել եմ նման կոնստրուկցիաներ, թփերի վրա մեծ մասը ունեն երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք ես ծածկում եմ ծտերի պաշտպանելու համար, երբ արդեն բերքը սկսում է հասնել է եւ գարնան ցրտահարությունների ժամանակ օգտագործում եմ, որպեսզի այդ կտորը չնստի ճյուղերի ծաղիկների վրա։ Ժողովուրդ ջան, աշնանը, եթե եղանակը մեր մոտ հիմա անձրևային է, շատ անձրևներ են, եթե անձրևներ չլինեն, պետք է սրսկեմ անպայման հիվանդությունների համար բղինձ բարենագող ցանկացած ֆունգիցիդով, ինչ որ ձեռքի տակ ունեմ, որը բարենագում է բղինձ։ Մանրամասն գրված է քանի գրամ, քանի միլիգրամ, քանի լիտր ջրին, ինչ բույսի համար, դա գնի խաղող, դա գնի ապալասի ցուկ, դա գնի մնացած թփերը եւ ծառերը։ Սեղանի վրա դուք տեսնում եք երկու տեսակի մոտ հիմա ես ունեմ, մեկը կոչվում է մագնիկուր կորե, 1.5 գրամ, գտնում են նման պակետների մեջ, եւ մյուսը կոչվում է շամպիոն, որը որ գտնում են նույն ձևի պակետների մեջ։ Սրանք բղինձ բարենագող ֆունգիցիդներ են եւ այս թղթի վրա մանրամասն գրված է որ բույսի համար քանի միլիգրամ կամ քանի գրամ, քանի լիտր ջրին բացել եւ սրսկել։ Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի կամ դրսի ջերմաստիճանի հետ պլյուս 10 աստիճանից գոնե բարձր։ Սրսկումների համար ես օգտագործում եմ նման սրշքի սարքեր, թփերի համար իդեալական են սրանք, շատ իդեալական են, որ կարող եք մանրամասն կատարել սրսկումը եւ դրանով մենք պայքարում ենք սնգային հիվանդությունների դեմ հապալասի թփերի համար։ Գիտեք, որ բոլոր հիվանդությունների դեմ կարելի է պայքարել, բայց մի հիվանդություն կա, որը կոչվում է անտրակնոզա, որ դժվար է պայքարել։ Եթե աստված չանի ձեր թփերը հիվանդանում են անտրակնոզայով, պետք է այդ թուփը արագ ձևով հեռացնեք մնացած թփերից եւ ոչ թե թաղեք հողի մեջ կամ չգիտեմ ինչ, այրեք, ուղղակի միտեղ այրեք, որովհետեւ դա շատ դժվար է բուժում այդ հիվանդությունը։ Այսքանով ավարտում եմ տեսանյութը ժողովուրդ ջան, ինձ թվում է պատասխանեցի ձեր հարցերին, ես ինչ եմ անում, ես նորից եմ կրկնում, ոչ մեկին չեմ բարդադրում, արեք ոնց դուք գտնում եք հարմար, բայց ես անում եմ նման ձևի։ Իմ մոտ կոնկրետ ես ունեմ նաև այն մյուս մասում հապալասներ, ունեմ 4 տեսակի հապալասի սորտեր։ Մեծ մասը ես ինքս եմ աճեցրել Չերենկովանյայի կամ Սերմերի միջոցով։ Այսքանով ավարտում եմ տեսանյութը։ Ձեզ հետ էր Բորիս Խանբեգյանը, եղեք առողջ, բարին ընդդձեզ։ Եթե տեսանյութը եղավ օգտակար, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ցտեսություն։